Ինչ է նշանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետևյալ հայտարարությունը։ Ուզում հարցնեմ, իսկ ինչի եք Արցախ ասում, ուզում հասկանամ։ Ինչ հետաքրքիր է, զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչի եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում։ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, սա ինչ է, եթե ոչ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական տարածքային պահանջների լեգիտիմության ամբողջական ճանաչում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վերլուծում է ազգային ժողովի նախագահի հայտարարությունները նախ պատմական տեսանկյունից։ Արցախն այդ տարածքի պատմական եւ քաղաքական անվանումն է, որը ամբողջ պատմության ընթացքում գոյություն է ունեցել որպես Հայաստանի տարածաշրջան եւ մասնավորապես քաղաքական իմաստով որպես պետություն 1991-ից 2023 թվականներին, այսինքն նրա հիշատակումն ամենևին էլ նույնական չէ Ադրբեջանի տարածքի նկատմամբ հավակնություններին։ Ադրբեջանի պետական մակարդակով արտահայտվող քաղաքական նկրտումները ներկայիս հայկական իշխանությունը հավասարեցնում է հանրային դիսկուրսի եւ մասնավոր անձանց արտահայտությունների հետ։ Ստացվում է Ադրբեջանի ոչ իրավաչափ օդից վերցված նկրտումները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ Սիմոնյանը հավասարեցնում է Արցախի մասին խոսակցություններին, որը ըստ քաղաքագետի ընդամենը շրջան է Ստալինի, Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի, Շարլ Միշելի եւ մի շարք այլ անձանց կողմից ձևականորեն կցված Ադրբեջանին։ Իշխանությունները փորձում են ջնջել անգամ հիշողությունն ու Արցախի մասին ցանկացած խոսակցություն, ոչ միայն տարածքի նկատմամբ հավակնությունը կամ Արցախում հայկական պետականության վերականգնումը։ Արցախի թեման ոչ մի տեղից վերցված արևմտյան Ադրբեջանի հետ փոխանակելու գաղափարն արդեն ձախողվել է։ Ալիևը հրաժարվել է խաղալ այդ խաղը եւ մերժել է Փաշինյանի առաջարկները, երբ վերջինս առաջարկել է հրաժարվել Արցախից, արևմտյան Ադրբեջանից հրաժարվելու դիմաց։ Փաշինյանը հրաժարվել է Հայաստանի իրական ծննդյան վկայականից, կադաստրային թղթից, անկախության հռչակագրից, հօգուտ Ադրբեջանի կողմից մասնակի եւ ժամանակավոր ճանաչման, սակայն ճանաչումը անկեղծ չէ, կարճատև է եւ չի լուծում Հայաստանի երկարաժամկետ անվտանգության որևէ հարց, բայց իբր հանուն դրա հանձնվեց Արցախը։ Ինչ է իրականում տեղի ունենում ըստ քաղաքագետի Ալիևը հերթական պահանջն է ներկայացրել խաղաղության ճանապարհին, ստիպիր բոլոր հայերին մոռանալ Արցախի մասին, չհիշատակել Արցախը, որպեսզի փախստականները չհամարձակվեն հիշեցնել, որ պետք է վերադառնան Արցախ, թե չէ պատերազմ կլինի։ Քաղաքագետը եզրահանգում է անվտանգության ամրապնման բացակայությունը թույլ է տալիս հակառակորդին աստիճանաբար նոր պահանջներ առաջ քաշել եւ յուրաքանչյուր զիջում նվազեցնում է Հայաստանի հակազդեցության գործիքները հետագա ճնշումների համար։ Ալիևը մահապարտ չէ, ոչ էլ խելագար, նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է, գրում է ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ 2023 թվականի Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխիք այդ հարձակման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։ Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։ Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն, բայց իրականությունը հակառակն է, խփում են հենց ընկածին։ Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի գինը։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։ Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե չպաշտպանվելու երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ, է Սաղաթելյանը։ Երբ 2021 թվականին Նիկոլը գնում էր ընտրություններին, խաբելով մարդկանց, մասնավորապես Արցախի մասով, իսկ այս անգամ Նիկոլն ազնիվ է, նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ինք ասում Արցախ չկա, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է։ Այսինքն այլևս քաղաքական քվեարկության հետ կապված, նաև քաղաքական միջազգային դաշտում դժվար է լինելու։ Այսօր ես ինչ եմ անում, գնում եմ արտասահման, երբ որ դատարանը ինձ թույլ է տալիս եւ ասում եմ, սա Նիկոլի նախընտրական ծրագիրն է, Արցախ կա, սա այն է, ինչ որ ինքը հիմա է ասում։ Այսինքն Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը հակա օրինական է կառավարության ծրագրի ազգային ժողովի կողմից հաստատման ուժով։ Պարզա չէ, այսինքն այսօր ինչ որ իրանք խոսում են, ոչ միայն հակասահմանադրական ամոհետև համարության մեջ պահպանված են այն դրույթները գործող, որոնք պետք է պահպանվեն, այլև հակաօրինական օրենսդրական ակտերով, որովհետև կառավարության ծրագիրը օրենսդրական ակտ է։ Եվ այս քաղաքականության մեջ ինքը գին է վճարում իր վերարտադրության համար։ Սա ակնհայտ բան է, այդ սրտիկի հետևում, որ ինքը ցույց է տալի։ Երևում են Ալիևի բեղերը։
այդ սրտիկի հետևում, ասես որ մոտիկ գլազոկի նման, պատկերացեք այդ սրտիկը գլազոկ է, հա, դուք մոտենում եք այդ գլազոկին, այդ սրտիկի գլազոկի մեջ երևում է Ալիևի քիթ բերանը եւ բեղերը։ Այդ սրտիկը կազմված է Ալիևի ձեռքերով եւ տակը բնականաբար որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, եթե Նիկոլ ինքն ասում, որ խոսքը խաղաղության մասին չի, խոսքը այն մասին է, որ ես շանտաժ եմ անում հայ ժողովրդին։ Դիտարկմանը, որ նախորդին Ալեն Սիմոնյանը նկատել է, թե սխալ է արել, որ ժամանակին Աղդամում լուսանկարվել է եւ այն համարել իր հայրենիքը, իսկ այսօր ներողություն է խնդրում դրա համար, Աշոտյանը եզրափակում է այդ ներողության հասցեատերը, օրինակ Հիկմեթ Հաջիևն է կամ Իլհամ Ալիևը։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։